Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այսօր էլ Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի հետ մասնակցում էր երկրաշարժից տուժած շրջանում կառուցված ադրբեջանական թաղամասի բացմանը։ Սակայն Երևանից հայտնում են, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպում Թուրքիայում նախատեսված չէ։ Այցի օրակարգը դեռ չի հրապարակվել։ Հայաստանը եւ Թուրքիան արդեն տարիներ շարունակ փորձում են կարգավորել հարաբերությունները, բանակցություններ են ընթանում եւ այս այցը պետք է դիտարկել այդ կարգավորման բանակցությունների համատեքստում։ Ես կարծում եմ, որ սա պատմական այց է, որովհետեւ առաջին անգամ է, որ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի ղեկավարը այցելում Թուրքիա, որտեղ նախկինում եղել են նման այցեր, բայց տարբեր միջոցառումների շրջանակներում Հայաստանը եւ Թուրքիան քննարկելու են երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր եւ առաջին հերթին հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը եւ ակնկալիքներ ունենք, որ դա նպաստելու է, որ այս այցը նպաստելու է, որ ավելի արագանան այդ բանակցությունները եւ վերջում մենք ունենանք ոչ միայն արձանագրված պայմանավորվածություններ, այլ նաեւ արդյունքներ։ Իսկ արդյունքը Հայաստանի համար ակնհայտ է, որ դա հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ սահմանի բացումը։ Բայց կլինի սա թե չէ, ավելի հավանական կլինի սրա մասին խոսել վաղը չէ մյուս օրը։ Ես կարծում եմ, որ Թուրքիան կփորձի պապայական դեր խաղալ եւ Տիրանայում այդ պարալինգվիստիկ հաղորդակցությունը հավանաբար ինձ ցույց տվեց, թե ասես դե դուք համաձայնվեցիր, չէ, ինչ էր ասում Ալիևը։ Հիմա անվտանգային խնդիրը բնականաբար առաջնային դեր է ստանձնելու։ Նախընտրական տարում Փաշինյանը չի կարող խոստովանի, որ իր այսպես կոչված խաղաղության քաղաքականությունը ձախողվել է։ Ինքը ասում է, ես կբերեմ խաղաղություն։ Հիմա, եթե թուղթը չի ստորագրվում, պահանջները շատանում են, իր դիրքերը խարխլվում են։ Եվ կարծեմ նա դա պետք է դանի, որ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերից է բխում, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել եւ նաեւ գործարքի հնարավորություն կարող է լինի։ Տեսեք, Ադրբեջանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը սահմանադրությունը փոխի, որպեսզի իրանք այդ թղթի կտորը ստորագրեն։ Փաշինյանը հասկանում է, որ սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ հանրային ռեսուրս, հանրային աջակցություն ինքը չունի։ Ուրեմն ինչ պետք է անի։ Պետք է ինչ-որ մի բան առաջարկի Ադրբեջանին եւ Թուրքիային, որպեսզի Ադրբեջանը իր այդ պահանջից հետ քաշվի, բայց Ադրբեջանը հավելյալ պահանջներ է ներկայացնում։ Թե ինքը գնում է ինչ-որ մի հատ խնդրանքով, փոխարենը մի բան պետք է առաջարկի։ Եվ ես չեմ բացառում, որ այստեղ թուրքական կապիտալի խնդիր կարող է առաջանա Հայաստանում հենց ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում։